Պարոն Բադարյան, կխնդրեմ ներկայացնեք, այսպես որպես առանձին կետ նշվում է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հստակեցման անհրաժեշտություն։ Սա ինչ ռիսկեր են ի հայտ եկել, պրակտիկայի ընթացքում եւ ինչով է պայմանավորված այսպիսի առաջարկը, խնդրեմ։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալություն քննարկումը կազմակերպելու համար։ Այս մասով ՀԿ-ների կողմից ներկայացված հիմնական դիրքորոշումը այն է, որ պետք է որոշակի հստակեցում մտցվի, որովհետև թե միջազգային փորձը, թե պատասխան միջազգային կառույցների հետ Վենետիկի հանձնաժողովի հետ դատավորների միջազգային եվրոպական միության կարծիքները հանգում են նրան, որ դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը պետք է լինեն մաքսիմում հստակ եւ պետք է կարգավորված լինեն օրենքով։ Այսօր մեր իրավական կարգավորումներում իհարկե դատական օրենսգրքի 142-րդ հոդվածում կա հստակ կետ, որը նշում է, որ դատավորների կարգապահական պատասխանը դատավորին դատական ակտի փաստական հանգամանքների կամ իրավական հանգամանքների հետ կապված չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, եթե չի կարող պատասխանատվության ենթարկվել, բայց մեր կարծիքով այստեղ պետք է ավելի հստակեցում կատարվի, պետք է նշվի, որ դա չի կարող պատասխանատվության ենթարկվել բացառությամբ, եթե առկա է կոպիտ անփութություն կամ դիտավորություն։ Իհարկե, այս մասով պրակտիկայում Բարձրագույն դատական խորհուրդը փորձել է որոշակի կարգավորումներ տալ, այսինքն այդ մասը սահմանել, պրակտիկան տանել դրան, բայց այնուամենայնիվ պրակտիկայում մենք այստեղ իմ կարծիքով որոշակի խնդիր ունենք այն մասով, որ հաճախ այս մասը կարող է պրակտիկայում եղել են դեպքեր, երբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշ դեպքերում քննարկվում է կոնկրետ դատական ակտը, այսինքն անում է Բարձրագույն դատական խորհրդային, ինչը որ պետք է արվի վերադաս դատարանի կողմից ու իրավապահ մարմինների հետ մոտ դեպքը դրսում, հատկապես քրեական վարույթներում, որ դատախազությունը կամ քննչական կոմիտեն, այսինքն վարույթ իրականացնող մարմնի կողմից ակտը չի բողոքարկում եւ այդ հարցին անդրադարձ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում։ Դրա համար մեր դիրքորոշումը հանգում է նրան, որ պետք է հնարավորինս այս մասով օրենքում կարգավորումը հստակեցվի, ինչպես նաև ամեն դեպքում պրակտիկայում պետք է ամեն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որպես կարգապահական վարույթները քննող մարմին եւ նախարարությունն էլ եւ մյուս մարմինն էլ էթիկայի հանձնաժողովն էլ որպես այդ վարույթը հարուցելու լիազորություն ունեցող մարմիններ պետք է ամեն դեպքում իրենց պրակտիկան ինչ որ առումով հստակեցում տան, որպեսզի այս իրավական, այսպես ասած, կազուսին շատ չհանգենք, որ այս մասով պետք է հիշել նաև կարող եմ կոչել նաև սահմանադրական դատանի որոշում, որ նշել է դեռևս 2008 թվականի որոշում կա սահմանադրական դատանի, որը նշում է, որ ամեն դեպքում վերադասակ բողոքարկումը դատավորների վճիռների դա դատական իշխանության անկախության կարևորագույն սկզբունքներից մեկն է եւ ամեն դեպքում գնահատելով Բարձրագույն դատական խորհրդի դերը պետք է ամեն դեպքում լինի հստակ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող որոշումները եւ պրակտիկան ու դա պետք է լինի օրենքով հստակ կարգավորված։ Այս մասով ամենահիմնական խնդիրը սա է։